Մարդկանց լսելու, համայնքի խնդիրները գույքագրելու, դրանց լուծումները միասին գտնելու համար Շենգավիթ վարչական շրջանում Չեխովի 28-ի 2 հասցեում բացվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակը։ Գագիկ Ծառուկյանը համայնք է եկել, որ թիմակիցների առաջին հանձնարարականները հենց այստեղ տա, նաև ներկայացնի, թե ինչ ձևաչափով պետք է շփվել մարդկանց հետ։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել։ Ողջույն, շնորհակալ եմ։ Գրասենյակը ինչի համար է, որ մարդիկ գան, շփվեն, լսեն, ձեզ լսեն, ինչ որ մարդկանց ասելու, համոզելու այդպիսի խնդիր չկա։ Դուք պետք է ժողովրդին լսեք։ Գալիս են մարդկանց տեղակայեք ծրագրի համար, ինչն է իրենց խնդիր խնդրեմը, եւ մենք դրա լուծումները ներկայացնենք։ Որ մարդը կարդալով զգա, որ դա իրան է վերաբերվում, որ այդ հարցը կարգավորվեց, արդեն իր մոտ ամեն ինչ նորմալ կլինի, կարող է երկար աշխատի, նորմալ աշխատի, ավելի շատ վարձատրվի, իր ընտանիքը բարեկեցիկ պահի։ Ոչ մի ավելորդ բան պետք չի, ոչ մեկին նեղացնել, վիրավորել, կոպտել, բարեկամտել կլինի։ Թող գնա միայն մասնակցի, գիտակցելով, հասկանալով, վերլուծելով։ Այդքան բան։ Գագիկ Ծառուկյանի խոսքով ժողովրդի կենսամակարդակը բարելավելու եւ տեսանելի փոփոխությունների համար խոշոր ներդրումներ են պետք։ Խոշոր ներդրումային ծրագիր է պետք, որ կարողանանք զարգացնել, հզորացնել, ապահովել, ցանկացած մարդ ցանկանում է, որ կարողանա բարեկեցիկ ապրի, աշխատի, չարչարվի, բոլորը չեն կարող լավ ապրել։ Դա գալիս է մարդու կամքից, ցանկությունից, աշխատասիրությունից։ Մեկը սիրում է աշխատել, մեկը չի սիրում աշխատել։ Ով չի սիրում, թող ինքը մտածի, բայց պետք է պայմանը հնարավորությունը լինի։ Կուսակցության առաջնորդը մանրամասներ է հայտնում տարբեր ոլորտներին տիրապետող անձանց հետ հանդիպումներից ու նշում գաղափարի առաջնահերթության մասին։ Ամեն օր շատ մարդկանց հետ եմ հանդիպում, մարդիկ ձեռագիր թողած, ճանապարհ անցած, փորձ ունեցող, ասում է ձեր ասած համաձայն ես եկել եմ հանուն իմ երկրի, իմ ժողովրդի, հանուն գործի։ Ես տեղի համար չեմ եկել, այլ լիարժեք ես ուզում եմ, որ իմ միտքը, իմ գիտելիքը օգտագործեմ հանուն մեր երկրի հզորացման, զարգացման, ժողովրդի բարեկեցության համար։ Լավ եմ զգում, որ իրոք մարդիկ լիարժեք հույս են կապում, որտեղ մենք իրենց շատ բարձ անմիջական։ Ես էլ իրանց եմ ասել, ես այսօր չեմ ուզում վարչապետի պաշտոնը, ես ամեն ինչ ունեմ։ Իմ ուզածը, որ իմ ժողովուրդը, իմ երեխաները, թոռները խաղաղ երկրում մեծանան, զարգացող երկրում մեծանան, մեր ամբողջ աշխարհի հայության նամոտ, որ մենք կարողանանք մեր ժողովրդին, մեր երեխաներին թողենք այս կարգավիճակին, խեղճացած, պարտված վիճակում։ Այն որ ասում է գյուղը կանգնի, գերանքը կոտրի, հիմա ասեղ եթե ազգովի կանգնենք, ոչ մի խնդիր չկա, կարող ենք կարգավորել։ Ամենակարևորը անվտանգության հարցն է։ Երաշխավորված խաղաղության կոնցեպտը, որը ներկայացվում է հանրությանը, առաջարկ Հայաստանի նախագծում լոկոմոտիվի դերում է։ Երաշխավորած խաղաղություն պետք է լինի։ Տնտեսությունը պետք է զարգանա, մարդիկ էլ բարեկեցիկ ապրեն։ Որ մեր ժողովուրդը, մեր երեխաները խեղճացած, պարտված վիճակում չլինեն։ Մենք պետք է կարողանանք մեր մեջքը ուղղել, որ ամբողջ աշխարհը մեզ հարգի եւ մենք ունենանք լավ դաշնակիցներ եւ Ռուսաստանի հետ, եւ Ամերիկայի հետ, եւ Եվրոպայի հետ։ Մենք պետք է կարողանանք բոլորդ մեր հարաբերությունները բարձր պահենք։ Թիմակիցները նաև հարցումներ են իրականացրել պարզելու, քանի տոկոսն է մասնակցելու խորհրդարանական ընտրությանը։ Տնետուն ասնելուց ուրեմն հարցում ես, ի՞նչն է խնդիրը, ինչ խնդիր ունես, որ ոլորտում ես աշխատում, խնդրեմը որն է քո ընտանիքում, քո ընտանիքի համար, որ դու այսօր ուզում ես մի բան փոխվի։ Մենակ դրանք եք ասում, մեկ էլ մասնակցել ես ընտրության, թե ոչ։ Քաղաքացիների հետ շփումը արդեն 15 օրից ավել 20 օր է, մասնակցությունը անխտիր 80% ասում են մասնակցելու ենք, այո, ասում են մենք մասնակցելու ենք։ Գույքահարկի բարձրացումից մինչև գյուղատնտեսական խնդիրներ, պարզ տնտեսական հաշվարկներով, հարցադրմանը Գագիկ Ծառուկյանը պատասխանում է պարզ օրինակով։ Մենք ունենք 650,000 ընտանիք, ունենք 2,450,000 վարկառու, ամեն ընտանիքից 3-ից 4 մարդ վարկի տակ է։ Պետք է պետությունը դրա մասին մտածի։ Քայլ կատարի, այսօր հիմնական գյուղատնտեսություն չկա, գյուղատնտեսության նախարարություն չկա, ժողովրդին կերակրող է, գյուղատնտեսության սահմանափակ գյուղատնտեսության։ Եթե այսօր ունենք 480,000 հեկտարով, որից այսօր մշակումը 140 է, դրա համար թանկություն է։ Դրա համար պետք է պայման հնարավորություն լինի, գյուղացի հանդեպ ուշադրություն լինի, նախարարություն լինի, երկարաժամկետ ծրագիր լինի։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկում են նաև մայրաքաղաքի բնակչությանը հուզող հարցեր։ Հրաչար Ռոստոմյանը ի թիվս այլ հարցերի խոսում է նաև թիմային աշխատանքի մասին։ Դուք նշել եք, որ միասնականությունն է հաղթում եւ մենք վառ օրինակ ենք ծառայում Մայ Հայաստան կուսակցության ակտիվի եւ ժողովրդի հետ միասին արդեն մի ընտանիքի պես աշխատում ենք նամանավանդ Երևանում եւ ուզում եմ անպայման շեշտել, դուք Երևանից խոսացինք, խնդիրներից մեկը դա գույքահարկն է, որ Երևան քաղաքի համար մեկ խնդիրներից մեկն է։ Դրա միջոցով ես ասում եմ, բյուջեն ավելացնելը դա ժողովրդից են վերցնում։ Տնտեսությունը զարգանում է գիտության հիման վրա։ Գիտության վրա պետք է գումարներ դրվի, տեխնոլոգիաներ մշակվի։ Մարդկանց հիմնական խնդիրը, որ իրենք իմանան պետությունը, կառավարությունը իրենց մասին մտածում է, տեղյակ է իրենց մասին։ Դրա համար քայլ է կատարել իրենց մոտ իրական կյանքում բան փոխվելու։ Երևանում միայն գույքահարկի խնդիրը չի, այս 23 թվականից սկսած անընդհատ թանկացումներ ա եղել տեղական տուրքեր վճարների, տրանսպորտի, տրոլեյբուսը 3 անգամ, ավտոբուսը 1.5 անգամ։ Թանկացել է աղբահանությունը, գույքահարկը դեռ խոսեցինք արդեն դրա մասին եւ փաստացի կարելի ասել, որ երևանցիների կյանքը թանկացել է ու մեր ուսումնասիրություններով Երևանը մեր տարածաշրջանի ամենաթանկ մայրաքաղաքն է։ Գագիկ Ծառուկյանին ուզում են տեսնել բոլոր մարզերում, խոստանում է, որ շրջելու է տուն առ տուն, լսելու է բոլորին։ Մարզերից եկած ինֆորմացիաները, որ ես անընդհատ հանդիպում եմ, հավատացեք, ձեզ գյուղ առ գյուղ մարդիկ սպասում են։ Ես ասում եմ, անձամբ անցնելու եմ, լսելու եմ, իմ մոտեցումը, իմ տեսակետը, մեր դիրքորոշումը ասելու եմ։ Այսքան ժամանակ չի կարող որցը մեկ ասի, այս 20 տարվա մեջ Ծառուկյանը բան ասել, խոստացել է ու չի կատարել։ Ինչ ասել եմ, անմիջապես կա, անկախ ամեն ինչից։ Եվ վերջում, իհարկե, որպես աշխատանքի վառ օրինակ ու ապացույց, որ անհնարին ոչինչ չկա, Գագիկ Ծառուկյանը վկայակոչում է Հիսուսի աշխարհում ամենաբարձր արձանը։ Իմ համար այսօր ամենակարևոր բարձ ասեմ, այս ծրագիրն է մյուսը, որ ես այդ արձանը կյանքի կոչեմ, իրականացնեմ, թող դա լինի ազգային վերածնունդի ներքին հարցան, ամենաշրջան խորհրդանիշ։ Մենք պետք է միայն ուրախ լինենք, որ խաղաղություն լինի, զարգացում լինի, բարեկեցություն լինի, ժողովրդի դեմքին էլ ժպիտ լինի։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։